Հայաստանի երաժշտական աշխարհը կրկին բարձրաձայնելու է իր ներկայությունը միջազգային հարթակում։ Նոր ալիք 2025 հեղինակավոր երգի մրցույթում մեր երկիրը կներկայացնի երիտասարդ, բայց արդեն իսկ մեծ հարգանք վաստակած արտիստ Սուրեն Պողոսյանը։ Այս ուրախալի լուրը հայտարարվել է Կամերային թատրոնի պաշտոնական էջում մեծ հպարտությամբ ու հավատով դեպի Սուրենի հաջողությունը։ Կամերային թատրոնի ողջ ընտանիքը քեզ հետ է ոգով, սիրով ու հավատով մաղթում ենք վառ ելույթ, անսպառ ուժ և իհարկե հաղթանակ գրված է հրապարակման մեջ։ Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 21-ից 26-ը Ռուսաստանի Կազան քաղաքում։ Սա բացառիկ հնարավորություն է Սուրենի համար ներկայացնելու ոչ միայն իր անհատական տաղանդն ու հզոր կատարողական ոճը, այլև արժանապատվորեն ցույց տալու հայ երաժշտությունն ու մշակույթի գեղեցկությունը միջազգային լսարանին։ Սուրեն Պողոսյանի անունը լսարանի համար արդեն երկար ժամանակ ասոցացվում է բեմական վարպետության, երաժշտական նրբաճաշակության ու արտիստիզմի հետ։ Դերասանությունից մինչև երգարվեստ նա մշտապես հանդես է եկել անկեղծությամբ ու պատասխանատվությամբ։ Նրա կատարումներն առանձնանում են ոչ միայն տեխնիկապես բարձր որակով, այլ նաև հուզական էներգիայով, որը հասնում է ուղիղ մարդկանց սրտերին։ Հատկանշական է, որ Սուրենը նոր ալիքում հանդես գալու է որպես ամբողջ ժողովրդի ներկայացուցչություն։ Նա բերում է իր հետ ոչ միայն սեփական երազանքներն, այլև հազարավոր հայերի վստահությունն ու հույսը տեսնելու Հայաստանը փայլող ու հպարտ կանգնած միջազգային երաժշտական բեմի կենտրոնում։ Նոր ալիք մրցույթը տարիներ շարունակ բացահայտել է տասնյակ տաղանդավոր արտիստների, տալով նրանց նոր շունչ ու ավելի լայն հնարավորություն։ Մրցույթը նաև յուրահատուկ առիթ է տարբեր երկրների երաժշտական մշակույթների երկխոսության համար։ Այս տարի այդ բեմում հենց Սուրեն Պողոսյանն է կրելու մեր հայրենիքի գույնը, հայ երգի հնչողությունն ու ստեղծագործ մտքի ջերմությունը։ Մեր աչքերի առաջ ձևավորվում է մի գեղեցիկ ուղի, որը սկսվում է երազանքից ու տանում դեպի իրականություն, և Սուրեն Պողոսյանի մասնակցությունը նոր ալիքին դրա վառ ապացույցն է։ Նրա արվեստը խոսում է անկեղծությամբ, նրա երգն ունի բովանդակություն ու ասելիք, և հենց այդ արժեքներն են ստիպում հավատալ նրա հաղթանակի ուղուն։ Մնում է միայն ցանկանալ նրան ուժ, կայունություն, ոգեշնչում և իհարկե այն մեծ հաջողությունը, որը վաստակել է տարիների քրտնաջան աշխատանքի, նվիրումի և անկեղծ սիրո շնորհիվ։ Հանդիսատեսը սպասում է քեզ և ցանկանում, որ դու հաղթես, Սուրեն, ամբողջ Հայաստանը քեզ հետ է, քայլիր առաջ ու փայլիր։ Նշենք, որ Սուրեն Պողոսյանը «Մարիա» հեռուստասերիալում մարմնավորում է Ռաֆին, հեռուստասերիալ, որում նա բացասական կերպարում է նրա հերոսը, սուր, սոցիալական և անձնական պայքար է ներկայացնում, որտեղ ամեն քայլը ծանր հետևանքներ ունի ոչ միայն իր կերպարի, այլև նրա շուրջ գտնվող մարդկանց համար։ Ռաֆին միաժամանակ և քմահաճ, և մտածող, բայց բավական լուրջ մարդ է, որը ստիպված է գործել իր շահերի ու հետաքրքրությունների համար, չնայած հասարակական բարոյականության և ընկերական կապերի ամենաարդար քննադատություններին։ Դերասանն իր հարցազրույցներից մեկում խոսելով Ելենա Արշակյանի հետ համագործակցության մասին նշել էր՝ մոտ 3-4 անգամ փորձել ենք համագործակցել Ելենա Արշակյանի թիմի հետ, բայց անընդհատ լինում էին խոչընդոտներ, որ չէի կարողանում աշխատանքային գրաֆիկս հարմարեցնել նկարահանումներին։ Այս անգամ մենք կարողացանք համագործակցել՝ ընտրելով բացասական հերոսի։ Դեռևս ուսանողական տարիներին խաղացել եմ դրական դերեր՝ մարմնավորելով բարի հերոսների։ Կամերային թատրոնում ևս դրական հերոսների եմ մարմնավորում և ուզում էի, որ մուտքս հեռուստաեթեր լինի բացասական հերոսով, քանի որ այստեղ շատ գույներ կան, սա որոշ իմաստով մարտահրավեր է, երբ մարմնավորում ես բացասական հերոսի, որն ունի ոչ միանշանակ ընկալում, ասել էր երիտասարդ դերասանը։ Դերասանը պատմել էր, որ այս փուլում ստացել է բազմաթիվ մեղադրական նամակներ և մեկնաբանություններ, որոնք պայմանավորված են եղել դերով։ Այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դրսում հանդիպել եմ բացասական արձագանքի, քանի որ մարդիկ ինձ ասոցացնում են մարմնավորած կերպարի հետ և չեն տարանջատում ինձ և հերոսին։ Միջադեպ է եղել, երբ շտապում էի և պետք է մետրոյով գնայի, բայց աշխատակցուհին որոշեց, որ պետք է չվաճառի ժետոն, ասելով, որ ես վատ եմ վարվում կանանց հետ։
Բնականաբար իմ մոտեցումները կյանքում այլ են և որևէ առնչություն չունեն հերոսիս հետ։ Կերպար է, որը պետք է մարմնավորել։ Հաճախ նաև ուրախանում եմ, որ մարդիկ հավատում են հերոսիս և մտածում են՝ ես նույնպես այդպիսին եմ, հավելել է Սուրեն Պողոսյանը։ Դերասանի խոսքով բացասական հերոսի մարմնավորելը տալիս է նոր հնարավորություններ դերասանի համար։ Նշենք, որ այս հեռուստասերիալը երիտասարդ դերասանի առաջին աշխատանքը չէ, քանի որ նախկինում Սուրենը նկարահանվել է նաև արտասահմանյան նախագծերում։ Այժմ հայկական հեռուստասերիալում նկարահանվելով կարող եմ ասել, որ երբեմն անում ենք իմպրովիզներ, բայց նախագծում, որտեղ դու խոսում ես օտար լեզվով, պետք է հրաշալի կերպով տիրապետես տեքստերիդ, ասել էր դերասանը։ Սուրեն Պողոսյանն այս շրջանում աշխատում է նաև կամերային թատրոնում։ Մեզ հետ զրույցում դերասանը նշել է, որ վաղ տարիքից երազել է լինել երգող դերասան և թատրոնը նրան տալիս է այդ հնարավորությունը։ Փոքր տարիքում, երբ մտածում էի ապագա մասնագիտության մասին, միշտ նշում էի, որ ցանկանում եմ լինել երգող դերասան, և բնականաբար այսօր կամերային թատրոնը լավագույն հարթակն է։ Պատրաստվում եմ մոտ ապագայում հանձնել նաև երաժշտական աշխատանքներ, չնայած քչերը կհիշեն, բայց ես մասնակցել եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին և այնտեղ կարողացել եմ հաջողություններ գրանցել։